Տավուշի մարզի Կիրանց համայնքում ենք, որը գտնվում է Երևանից 168 կիլոմետր հեռավորության վրա։ Գյուղը Կիրանց է վերանվանվել 1967 թվականին։ Նախքան այդ կրել է Գետաշեն անունը։ Դրանից շատ առաջ էլ կոչվել է Կունեն։ Սահմանամերձ փոքրիկ այս համայնքը 2024 թվականի ապրիլից հետո ապրում է կյանքի նոր ու տեղացիների համար արդեն սովորական դարձած ռեժիմով։ Սահմանազատված համայնքի։ Այստեղ լռությունն այլևս չեն խախտում հակառակորդի զենքերից արձակված կրակոցները։ Գյուղում աղմկող ճակերտավոր զենքերը խորհրդանշում են զարգացումն ու բարեկարգումը։ Կառավարության հատկացրած միջոցներով ներկայումս ջրագիծ է անցկացվում։ Բնակելի տներ են կառուցվում, վերականգնվում է Սուրբ Երրորդություն եկեղեցին, որը տարեվերջին պատրաստ կլինի ընդունելու հավատացյալներին։ Վարչապետը խոստացել է, որ Սուրբ Ծննդյան պատարագին մասնակցելու համար գալու է մեր եկեղեցի։ Սպասենք, տեսնենք, հավաստիացրեց գյուղացիներից մեկը։ Կիրանցի Գագիկ Վարդանյանի անվան դպրոցի զանգն ազդարարում է դասերի ավարտը։ Երեխաները տուն են գնում։ Անսովոր է, բայց առանց շտապելու։ Մեզ հետ զրույցում պնդում են, հաճույքով են գալիս դպրոց, որը կրթություն ստանալու համար լավագույն պայմաններն է ապահովել։ Լուսավոր ու հատուկ վարագաներով կահավորված դասասենյակներ, մարզադահլիճ, հանդիսությունների սրահ, անգամ լոգարաններ, նաև ապաստարան։ Աստված պետք չբերի, բայց դա էլ ունենք, ասում է 41 աշակերտի համար նախատեսված կրթօջախի վարչատնտեսական մասի համակարգող Վոլոդիա Բաբինյանը, սիրով ցույց տալով դպրոցի գույքն ու կայքը։ Դպրոց այս պահին հաճախում է 37 երեխա, 20 երեխայի համար նախատեսված դպրոցի նախակրթարան էլ 5 երեխա։ Սահմանին հաստատված ռեժիմը ենթադրաբար պետք է ի հայտ բերած լինի աշակերտների հետ աշխատանքի նոր ոճ, նաև շատ կարևոր ու նուրբ զրույց այն մասին, թե ինչ է խաղաղությունը։ Ես Մանյա Բաղրամյանն եմ, աշխատում եմ Կիրանցի Գագիկ Վարդանյանի անվան հիմնական դպրոցում, նախակրթանում որպես դաստիարակ։ Կուզենայի խոսել մեր դպրոցի մասին, որ այն ոչ միայն ուսումնական հաստատություն է, այլև մի մեծ ու գեղեցիկ ընտանիք, եւ մեր բոլոր մանկավարժներից հիմնական նպատակը կայանում է նրանում, որպեսզի մենք երեխաների համար ստեղծենք այնպիսի առողջ միջավայր, որպեսզի երեխաները առաջին հերթին կարողանան վստահել իրենց ուժերին, հավատան իրենց, կարողանան ազատ ստեղծագործել, մտածել եւ ամենակարևորը մեծ հաճույքով ու սիրով հաճախեն դպրոց։ Իսկ երեխաների հետ խաղաղության մասին խոսել եք։ Ինչ է խաղաղությունը, ինչպես են պատկերացնում։ Գուցե թերթիկների վրա նկարում են իրենց պատկերացումները, փոխանցում են իրենց ապրումները։ Դե խաղաղության հետ կապված Առայժմ չեք խոսել։ Չէ։ Իսկ ինչն է պատճառը, ինչ որ կաշկանդվածություն կա խոսել։ Պարզապես հաշվի ենք առնում իրենց տարիքը, որ փոքր են ու հիմնականում խաղաղությունը պատկերում են աղավնիների տեսքով, զինվորների տեսքով, որ ապահովում են մեր անվտանգ օրը, առօրյան, որ իրենք մեծանում են խաղաղ երկնքի ներքո։ Իսկ երեխաները արդեն ձմեռ պապիկին նամակներ գրել են, հետաքրքիր է, ինչ են ցանկանում, որ իրենց կարծիքներ հնչում են։ Յուրաքանչյուր իր ցանկությունն է արտահայտում, ինչ է ուզում ձմեռ պապիկից։ Հիմնական խաղալիքների տեսքով։ Խաղալիքների տեսքով։ Իսկ դուք որպես Կիրանցի բնակչուհի, ինչ ապրումներ ունեք։ Դուք զգում եք, որ խաղաղությունը հաստատվել է Կիրանցում սահմանազատումից հետո։ Դուք ձեզ զգում եք խաղաղ պայմաններում ապրող քաղաքացի։ Իսկ նախքան սահմանազատման գործընթացը եւ սահմանապատի կառուցումը ինչ ապրումներ ունեիք։ Էմոցիոնալ առումով ինչ որ բան փոխվել է ձեր մեջ։ Նախքան այդ եւ դրանից հետո։ Ես գալիս եմ Սևքարից, արդեն երկրորդ տարին է, որ աշխատում եմ ու այդ թեմայի շրջանակներում հիմնական կարող են պատասխանել Կիրանցի բնակիչները, բայց այն, որ անվտանգ միջավայր է, խաղաղություն է, դա նկատելի է։ Շնորհակալություն զրույցի համար։ Այսօր ձեր ծննդյան օրն է։ Այո։ Ձեզ շնորհավորում եմ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ներկայանաք։ Մելիքսիցյան Անդրանիկ, պաշտոնաթող գնդապետ։ Դպրոցում դասավանդում եմ նախնական զինվորական պատրաստություն։ Արդեն մոտ 1 տարի։ Հաճույքով եք գալիս աշխատանքի։ Ես գանձակարցի եմ, մոտ 40 կիլոմետր, ամեն օր գալիս եմ, 40 կիլոմետր էլ հետ եմ գնում։
ու դա անում եմ շատ մեծ հաճույքով, քանի որ մեր դպրոցը ունի բոլոր լավ պայմանները, պլյուս նրան, որ եւ կոլեկտիվն է, գերազանց կոլեկտիվ, եւ երեխաներն են շատ լավ երեխաներ։ Երեխաների հաճույքով են գալիս Շատ։ դպրոց։ Եթե ես 40 կիլոմետր հաճույքով գալիս եմ, բա երեխաները ոնց կարան հաճույքով գան։ Դե խոսակցություններ կային, որ սահմանազատված հատվածը շատ մոտ է դպրոցին, երեխաներին կկաշկանդի, երեխաները չեն ուզենա գալ դպրոց։ Նման կաշկանդվածություն։ Չէ, այս գյուղը ինքնստիքյան սահմանապահ գյուղ է եղել 90-ականներից մինչև հիմա։ Ու այս երեխաների համար նորություն չի դա, սահմանի մոտ գտնվելը։ Էնպես որ երեխաների համար դա ոչ մի փոփոխություն չի տալիս, որ սահմանին մոտիկ են, սահմանազատվածը ապահով են երեխեքը, չեն վախենում։ Երեխաների Ինչից հետ պետք է վախենան։ երեխաների հետ խաղաղության թեմայից խոսում եք։ Այս պահին խաղաղությունն է ճիշտ է, ու եթե դուք մտնեք դպրոցի ներս, այնտեղ մեր պատին ունենք մեր զոհված հերոսների նկարները, որի վրա գրված է խաղաղության նվիրյալներ։ Ինչ է դա նշանակում։ Հատուկ այդ թեմայով չեք խոսում։ Միշտ ենք խոսում, բայց իհարկե երեխաներին մենք միշտ էլ դասավանդելու ընթացքում խաղաղություն, չէ՞ որ զինվորական պատրաստություն եմ ես դասավանդում, ու դա շատ կարևոր է խաղաղության մասին խոսելը։ Եւ Բոլորից երազանքն է ճիշտն ասած խաղաղությունը։ օգոստոսի 8-ին նախաստորագրված խաղաղության փաստաթղթից հետո մթնոլորտում փոխություն զգում եք։ Ճիշտն ասած, Գյուղացիների հետ շփումներում, ուսուցչական չէ, կոլեկտիվի հետ։ գյուղացիների հետ այդքան շփում չունեմ, քանի որ ես հեռվից եմ գալիս ու շուտ հետ եմ վերադառնում։ Փաստաթղթին էլ այդպես ճիշտն ասած ծանոթ չեմ, լուրերից մենակ։ Փոփոխություն մթնոլորտի առումով զգում եք։ Տավուշում, ձեր համայնքում, Կիրանցում, Հայաստանի Հանրապետությունում ընդհանրապես, որտեղ որ լինում։ Այնա որ կրակոցներ չկան այս պահին, ճիշտն ասած, մի բան էլ ավելացնեմ, մեր հակառակորդները Տավուշից վախենում են, դա ասեմ։ Տավուշցիներից։ Տավուշցիները մարտական են միշտ էլ։ Բայց խաղաղությունը դա բոլորիս է պետք։ Իսկ եթե 3 բառով նկարագրեք խաղաղությունը, ինչ է խաղաղությունը ձեզ համար։ Խաղաղությունն է, որ մարդիկ թշնամուց վախ չունեն, որ թշնամիների կողմից վտանգ չկա։ Գալիս եմ։ Կարելի է, չէ՞ ես գնամ։ Շնորհակալություն զրույցի համար։ Ստեսություն։ Ինչ է խաղաղությունը։ Ինչ տեսք, ձև ու գույն ունի։ Երեխաներից շատերն ունեն իրենց ուրույն պատկերացումները։ Բառը, որի կարիքն այնքան ունի աշխարհն ու մասնավորապես Հայաստանը, նրանցից շատերի մոտ վառ գույների հետ է ասոցացվում։ Կանաչ, կարմիր, կապույտ, ծիրանագույն։ Բարև։ Բարև ձեզ։ Անտ ինչ է։ Էլինա։ Էլինա, քանի տարեկան ես։ Ես 11 տարեկան եմ։ Որ դասանում ես սովորում։ Սովորում եմ 6-րդ դասարանում։ Դպրոցը քեզ դուր գալիս է։ Շատ։ Հատկապես ինչն է դուր գալիս։ Հատկապես ինձ դուր են գալիս մեր դպրոցի ուսուցիչները, երեխաները, ինձ այսքան գիտություն են տալիս, ես իրենց շատ եմ սիրում։ Դպրոց հաճիկով ես գալիս։ Հա, շատ, մեծ հաճիկով։ Դպրոցի պատերի գույները, ներսի հարդարանքը քեզ դուր է գալիս, թե ուզեր ինչ-որ բան փոխել։ Չէ, ամեն ինչ շատ լավ է։ Լավ, Էլինա, գիտես ինչ է խաղաղությունը։ Խաղաղությունը խաղաղ ապրելն է, այս տանջանքները հայազգի չապրելն է։ Ճիշտ մենք բոլորս էլ շատ ծանր տարանք մեր այս Կիրանցի սահմանազատումը, բայց մենք կպայքարենք, մենք հաստատ հույսներս չենք կորցնի, մենք կպայքարենք մինչև վերջ։ Խաղաղություն ասելով դու ինչ ես պատկերացնում, օրինակ, եթե նկարեիր, ինչ գույներով կպատկերեիր, ինչ տեսք ունի քեզ խաղաղությունը, ինչ որ թռչնի տեսք ունի, գուցե ինչ որ զինվորի, գուցե զենքի տեսք ունի, եթե թուղթ տանք քեզ ու ասենք նկարիր Էլինա խաղաղություն, ինչ կնկարես։ Կապույտ երկինք, զինվորները իրենց մայրերի, քույրերի, իրենց բարեկամների հետ սեղանի շուրջ,
նստած, ուրախ, ամենակարևորը կապույտ գույնը ինձ մոտ ասոցացնում է խաղաղությունը։ Աղավնին, ինչ որ տուն կնկարեի ու աղավնին այդ տանիքի գլխին։ Հպարտ ես, որ Կիրանցում ես ապրում։ Այո, միանշանակ շատ հպարտ եմ ես։ Քո ընկերների հետ որ խոսում ես, իրենք ինչ են ասում, իրենք գոհ են, որ Կիրանցում են ապրում, թե կուզեին օրինակ Երևանում ապրեին կամ այլ քաղաքում, այլ գյուղում։ Ոչ։ Լավ, Էլինա, հավատում ես Զմեր պապիկին։ Ինչու՞ չէ։ Իսկ նամակ գրել ես։ Այո, Եվ եթե գաղտնիք չէ, ինչ ես խնդրել։ որ ասեմ, չի կատարվի։ Շատ լավ։ Իսկ մաղթանք ունես քո տարեկից երեխաներին եւ աշխարհի երեխաներին։ Ես մաղթում եմ, որ բոլոր աշխարհի բոլոր երեխաները լինեն առողջ, երջանիկ, իրենց ընտանիքի հետ միասին ու խաղաղ երկնքի տակ։ Շնորհակալություն Էլինա։ Ձեզ էլ շնորհակալություն, շատ հաճելի էր։ Նմանապես։ Բարև սիրուն աղջիկ։ Բարև ձեզ, Քո անունն ինչ է։ Արփինը։ Արփինե, դու դպրոց ես հաճախում։ Հա, Սա որ դպրոցն է։ Գիրանցի, Որ դասանում ես սովորում։ առաջի դասարան, Լավ ես սովորում։ Իսկ ամենաշատը որ առարական ես սիրում ու սովորում։ Բոլորը։ հա, Գրել կարդալ արդեն գիտես։ հա, Իսկ դպրոցում քեզ ամենաշատը ինչն է դուր գալիս։ դասերը, Դասերը, իսկ դպրոցը, դպրոցի տեսքը, գույները, հա, հատկապես կուզեիր դպրոցի պատերի գույնը ուրիշ գույն լիներ։ ոչ, սենց սիրունա, թող մնա, Իսկ ծաղիկների գույնը կուզեիր փոխենք ուրիշ գույնի ծաղիկներ տնկենք։ ոչ, Արփինե, գիտես ինչ է խաղաղությունը։ Լսել ես ինչ է խաղաղությունը։ Երբևէ խաղաղություն բառը ձեր ընտանիքում մայրիկը, հայրիկը, տատիկը կամ պապիկը արտաբերել են։ Փաստորեն տեղյակ չի Արփինեն։ Ինչ է խաղաղությունը։ Այսօր որ գնաս տուն մայրիկին կհարցնես։ Ձմեր պապիկին արդեն նամակ գրել ես։ հա, Իսկ ինչ ես գրել, ինչ ես խնդրել։ գնդակ ու դաշնամուր, Դաշտամուր, երաշտական դպրոց ես գնում։ չէ, Պատրաստվում ես գնալ։ ուզում եմ, Ուզում ես։ Իսկ որևէ մաղթանք ունես։ Ինչ կցանկանաս, որ 2026 թվականին լինի քո ընկերների համար, քո մայրիկի, քո հայրիկի, տատիկի, պապիկի, քույրիկի, եղբոր համար։ Նրանք լինեն, օրինակ, առողջ, կուզեմ առողջ լինեն, բարև, Բարև, անունդ կասես։ Արտեմ, Արտյոմ, քանի տարեկան ես։ 11, Որ դասանում ես սովորում։ 6-րդ, Լավ ես սովորում։ Կիսատ բռատ, Ինչու՞ բակիսատ պրատ, չէ որ պատին փակցված է գրություն, որ լավ սովորիր, որ լավ ապրես։ էլի, Լավ կսովորես, որ լավ ապրես։ Արտյոմ, գիտես ինչ է խաղաղությունը։ էլի, Ինչ է խաղաղությունը։ խաղաղությունը, որ ամեն օր խաղաղություն է, էլի, Դա ինչ վիճակ է, օրինակ խաղաղությունը մի քանի բառով, մի 3 բառով կնկարագրես, ինչ է խաղաղություն, օրինակ, եթե դու նկարելու լինեիր, պատկերելու լինեիր, ինչպես կպատկերեիր, ինչ գույներով օրինակ։ կարմիր կապուցիանան գույնել, Դրանք ինչ գույներ են։ դրոշի, հայկական դրոշի, Փաստան խաղաղությունը քո մոտ ասոցացում է Հայաստանի պետական դրոշի գույների հետ։ հա, Ձմեր պապիկի նամակ գրել ես։ Գրելու ես։ Ինչու՞։ չեմ ուզում, Իսկ եթե գրես, ինչ կցանկանաս որ բերի։ որ խաղաղություն լի, Բարև, բարև, անունդ ինչ է։ արփի, Արփի, որ դասանում ես սովորում։ երորդ, Լավ ես սովորում։ այո, Գերազանց։ Արփի, գիտես ինչ է խաղաղությունը։ Ինչ է խաղաղությունը։ մեր տունը, մեր ծնողները, ընտանիքը, Էլ։ մեր երկիրը, Իսկ եթե խաղաղությունը պատկերես, ինչ գույներով կպատկերես կամ ինչ տեսք կունենա խաղաղությունը, եթե պատկերես Հայաստանի դրոշները, Հայաստանի դրոշներով։ Իսկ զենք կպատկերես այդ թղթի վրա, զինվոր կպատկերես, կամ ինչ որ խաղաղության աղավնի, կամ ինչ որ այլ այո, առարկա կպատկերես։
Լավ, մտովի պատկերացրու նկարը, որ դու նկարել ես խաղաղություն։ Ինչ է այդ թղթի վրա նկարված։ Զինանշան։ Ձմեռ պապիկին նամակ գրել ես։ Ինչ ես ցանկացել, որ բերի Ժամ եմ ցանկացել։ ժամացույց։ Այո։ Շորեր։ Ահա, Մեկ է հետաքրքիր խաղեր։ խաղեր։ Լավ, իսկ ինչ որ մաղթանք ունես ձեր գյուղի երեխաներին, աշխարհի երեխաներին։ Թող խաղաղ լինեն, առողջ լինեն, մեկ է լավ սովորեն։ Շատ լավ, շնորհակալություն Արփի։ Բարև ձեզ երեխաներ։ Բարև ձեզ։ Կանոնն ինչ է։ Փերի Երիքային տարեկան ես։ 11 Որ դասարանում ես սովորում։ 6-րդ։ Լավ ես սովորում։ Հա, Տեսել ես պատին ինչե փակցված, հենց մուտքի մոտ բարի գալուստ։ հա, լավ սովորիչ, Հհ, որ գիտելինք։ որ լավ ապրես։ Հա, Փերի, դպրոցում սովորելը քեզ դուր գալիս է։ հա։ Հատկապես ինչն է դուրդ գալիս այս նոր դպրոցում։ Իջ նոր սպորտադահլիճը։ Ամեն ինչ էլի։ Ամեն ինչ։ Ուրախ ես, որ իրանց գյուղում ես ապրում։ Հա, Կուզեիր ուրիշ տեղում ապրեիր։ Ինչու՞։ Օրինակ Երևանում, Արտաշատում, Աշտարակում։ չէ։ Սիրում ես իրանց։ Հա։ Փերի, իսկ քեզ համար խաղաղություն ինչ է։ Խաղաղությունը, որ մարդիկ օրինակ չկռվեն, պատերազմ չանեն, խաղաղ լինեն։ Դա ինձ հետ։ Եթե թուղթ տամ եւ ասեմ նկարիր խաղաղություն, ինչ գույներով կպատկերես խաղաղությունը, ինչ Կնկարեմ։ առարկաներ կնկարես, ինչպես կպատկերես։ Կնկարեն բնություն, որ մարդիկ օրինակ փոքր երեխաները խաղում են հանգիստ։ Գույները կանաչ գույն։ Տարբեր տենց վառ գույներ։ Խաղաղությունը քեզ մոտ ասոցացվում է վառ գույների հետ, հաստատ։ Հա։ Իսկ ձմեռ պապիկին հավատում ես։ Հա, Նամակ գրել ես։ չէ, դեռ չէ։ Եթե գրես, ինչ կխնդրես որ բերի, ինչի կարիք ամենաշատը ունես, որպես Գիրանցում ապրող փոքրիկ Փերի։ Դե ոչ մի բանի կարիք չունեմ, բայց կուզեի որ խաղաղություն լինի։ Ու այդպես։ Իսկ Հայաստանի երեխաներին եւ աշխարհի երեխաներին ինչ կմաղթես։ Որ լավ սովորեն, որ մեծանան, գոնե կարողանան լավ մարդ լինեն։ Լավ, շնորհակալություն Փերի։ Գիրանցիներից շատերը չեն սիրում տեսախցիկների առաջ կիսվել այն զգացողություններով, որոնք նրանց մոտ ի հայտ են եկել կյանքի նոր ռեժիմի բերումով։ Թողեք վարժվենք ապահով ու խաղաղ ապրելուն, ասում են։ Մի քիչ տրտնջում են իրենց հանդեպ ցուցաբերվող գերուշադրությունից, նաև լարվում են հիշելով այն օրերը, երբ սահմանազատման գործընթացը դեռ նոր էր սկսվել, տագնապն ու անորոշությունները շատ էին, մամուլն ու ընդդիմադիր շրջանակներն էլ օգտվելով առիթից պղտորում էին մթնոլորտը, անվստահություն սերմանում կառավարության հանդեպ, ընդհուպ իրար դեմ հանում գյուղացիներին։ Հիմա ասում են, երբ սահմանազատումից հետո խաղաղություն է հաստատվել իրենց համայնքում, կարիք ունեն ներքուստ էլ խաղաղվելու, որպեսզի խաղաղության զգացումը լիարժեք լինի։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Կներկանաք հարգելի տիկնայք։ Նվարդ ես Գայանն եմ։ Կիրանցի բնակչուհիներ։ Քան տարի է որ Կիրանցում եք ապրում։ Ես ստեղ եմ բնակվում։ Այստեղ եմ ծնվել։ Ծնունդով Կիրանցեցի եք։ Իսկ դուք տիկին Նվարդ։ Ես նոյեմբերանից եմ ստեղի հարցել։ Կիրանցի մասին ինչ կպատմեք։ Ինչպիսի գյուղ է Կիրանցը։ Գյուղը ընդհանուր առմամբ գյուղը շատ լավ գյուղ է, հերոս գյուղ է։ Շատ ջահելներ կորցրած պատերազմ 90-ական թվականների, որից մեկը իմ ամուսինն է, իր ամուսին։ Երկուսինս է զոհված։ 92 թվականին։ Թող իրենց հիշատակը վառ լինի։ Ապրեսալակալություն։ Ուզում եմ հարցնել, Կիրանցում զգում եք, որ խաղաղություն է սահմանազատումից հետո։ Ինչ մթնոլորտ է։ Ես զգում եմ։ Սահմանազատումից հետո իրականում ոչ միջադեպ չի եղել։ Հա։ Տենց էլ հույսով ապրում ենք, որ չի լինի։ Իրանե դուք Հույսով ենք որ խաղաղություն կլինի։ մթնոլորտը Շատ լավ է։
Սահմանազատումից հետո Հա, ոչ մի կրակոց Չէ, չի։ չէ, Չէ, ոչ շատ մի լավ բան։ ալը։ Արխին քնում ենք, պետք է, չգիտեմ։ Թող Աստված տա միշտ խաղաղություն լինի։ Այսինքն մթնոլորտ է փոխվել։ Հա, Նախքան սահմանազատումը ինչ մթնոլորտ էր։ դելի Կրակում էին, Հա, անհանգիստ էին։ հա, ահա, կրակում է։ Անհագիստ վիճակ էր, բայց հիմա սահմանազատումից հետո ոչ մի կրակոց չի եղել։ Ապահովության զգացում։ Հա, Հա։ ունենք։ Իսկ ինչ խնդիր ունի գյուղը, ինչի կարիք ունեք այս պահին։ Ամեն ինչի։ Մասնավորապես Գազ չունենք։ Ամենակարևորը։ Ամենակարևորը, հա։ Ջուրը չունենք, հիմա քաշում են, Քաշում են։ վիոլա ջուրն են քաշում։ խոստացել են, որ գազել կլինի։ Քաշել են տրուբեկը, բայց Ասում են, եթե հովանավոր դուրս գա այն ժամանակ։ Չգիտեմ մեր քաշեն թե չէ։ Նոր տարվա տոներին պատրաստվում եք։ Հա, Արդեն, դե ոչինչ։ հա, արդեն առևտուր բան արել եք։ Հələ որ չէ հələ։ Ճոխ եք նշում նոր տարի։ Չէ, դե սովորական։ Դե յուղի մարդիկ են այդքան Մեջոր չկա, հա։ Լավ, իսկ մաղթանք ունեք աշխարհին, մեր Ոչ երկրին։ չունենք, Աստված տա ամբողջ աշխարհն է խաղաղության։ Խաղաղություն տիրի, էլի հա խաղաղություն լինի։ Խաղաղության գնա։ Ամենակարևորը խաղաղությունն է։ Հա, կարևորը խաղաղությունն է, Առաջնահերթ։ ժողովուրդը առողջ լեն։ Իսի։ Այս վառարանից դուրս եկող ծուխը այնքան սիրուն հուշեր արթնացրեց։ Հա։ Տիկին Ֆլորա, քան տարի է որ Գիրանցում եք ապրում։ 25-րդ տարին լրացել եմ։ Գիրանցի մասին ինչ կպատմեք։ Գիրանցի մասին կարող եմ պատմել այն, ինչով ես տեսել եմ 69 թվականից։ Որ եկամ, որ գյուղում այգում տեսա եղինջ, ասեցի, ինչ գյուղ է, որ եղինջ կա այգում։ Կարող է մի քիչ հիմար թեմա լինի, բայց մտածում եմ, ուրեմն լավ չեն մշակում այգիները։ Ես չնայած ոչ ագրոնոմ եմ, ոչ որևէ մի մասնագետ ուղղակի, ես ինժեներ կոնստրուկտոր եմ աշխատել։ Երևանում պոլիտեխնիկ ավարտելուց հետո կամաց տեսա, որ մարդիկ շատ լավ են իրականում, մի քիչ լեզվի պրոբլեմ կար, դժվար էի հասկանում, հետո կամաց։ Հարմարվեցիք նոր միջավայրին։ Մեկ ամիս էին գալիս ամռանը հանգստանալու, բայց հետո արդեն երբ որ թոշակի անցա, 99 թվականից արդեն գյուղում եմ։ Ծնունդով։ Ծնունդով ես Վիդիից եմ, հայրս մայրս Վանից։ Մենք փաստորեն համերկրացիներ ենք, ես։ Ահա, դրա համար ալունս քաշեց։ Արտաշատությամբ։ Գիրանցում ինչ մթնոլորտ է ձեր տպավորությամբ սահմանազատումից հետո խաղաղության շունչը զգում եք։ Խաղաղություն մարդկանց հոգեբանության մեջ թե մթնոլորտում հարևանների հետ։ Ձեր շփումները ինչի մասն է վկայում, թե հարևանների հետ, թե մթնոլորտում, այդ ձեր համագյուղացիներից շատերի հետ ենք այսօր զրուցել, երեխաների հետ ենք զրուցել, ուսուցչական Նորմալ հանգիստ։ Ասում են, որ շատ ապահով են իրենց զգում, շատ ավելի վստահ են, առանց տագնապի, շատ լավ է, որ սահմանազատման գործընթացը տեղի ունեցավ, ունենք պետական սահման, ավելի պաշտպանված ենք պատնեշից այս կողմ։ Դուք ինչ տպավորություն եք։ Կներեք, բայց պատնեշին վրա ավելի հոգեբանորեն վատ է ազդում, քան թե ազատ որ լիներ աշխարհում։ Ես առանձնապես չեմ շփվում շատերի հետ, բան չեմ կարող ասել։ Իրանցը ունի հետաքրքիր յուրօրինակ ավանդույթներ, որ մենակ հատուկ եք իրանցին, ուրիշ Տավուշի մարզի այլ գյուղում չկա։ Չգիտեմ, օրինակ այստեղ շատ լավ վարդեվար են նշում, շատ լավ։ Անպայման գնում են անտառ, անպայման բոլորը համարը ամբողջ գյուղը զբաղված է դրանով, ուրախանալով։ Հյուրեր են ընդունում, լիքը շատ, այնքան որ գետին անգամ պրոմեն անգամներ պես կնում։ Շատ լավ են անցկացնում, իսկ մյուս բաներ դե երևի ես իմ տարիքի համար որ պասիվ եմ, այդքան ակտիվ չեմ։ Նոր տարում նախապատրաստվում եք արդեն։ Հա, հարցս նախապատրաստում եմ, ես էլ օգնում եմ քիչ-քիչ։ Օրինակ ինչ եք արել այս պայմաններում։
Այս պահի դրությամբ ես ժպտում եմ հարսիս, որ ինքը սիրուն համով բաներ սարք։ Սովորաբար ինչ եք պատրաստում։ Օրինակ ես հատկապես որ դպրոցում աշխատում էի, այստեղ դպրոցում աշխատել եմ ես 12 տարի եւ նույնը տանն էի անում, շատ էի սիրում սալատներ սարքեմ, շատ սիրում ձևավորում, գեղարվեստական, տեսքը ծաղիկներ սարքեմ, ասենք լոբին խաշես, ինչ այն սիսերը տարբեր գույների, ու սիրում էի ծաղիկներ սարքեմ, չգիտեմ ինչ, եւ այլն, կամ սալատներ սարքեմ, սիրում ձևավորում, դասատուները չիմանան թե ինչա մեջը։ Այդպես սուրպրիզ Խված եղնի գծով հմոտ եք։ շատ եմ սիրել փախլավա, քավարի գաթա։ Այդտեղ շատ էլի, Համադամ կերակուրներից տոլմա։ Բասուս տոլմանը շատ համով։ Բասուս տոլման ես չեմ անում սովորականին, ինչքան ձավարեղեն կա, բոլորը լսում եմ մեջ եմ, ու շատ համով ալինում։ Հավատում եք, որ խաղաղությունը մի օր կդառնա շոշափելի, ռեալ, մենք կարողանանք եւ տեսնենք, որ խաղաղությունը մեր պատուհանից ներս է մտել, մեր դռնից ներս է մտել, մեզ թեւոթիկունք է, մեզ ուղեկցում է։ Սենց մի բան խաղաղություն բառը բոլոր ազգերը ուզում են։ Ես չեմ պատկասում մի ազգ, որ խաղաղություն չուզենա, բայց նայած ով ինձ դեպի կհասնի այդ խաղաղության։ Իսկ ինչ ձևով պետք է հասնի հայ ժողովրդի խաղաղություն։ Հայ ժողովուրդը դա շատ խորը չեմ կարող պատասխանել։ Եթե միմյանց հասկանան ավելի շատ։ Եթե հենց միմյանց հասկանան, թեկուզ հարևաններու խաղաղ կապրեն։ Այդտեղից կսկսվի։ Փոխըմբռնումը փաստորեն Փոխըմբռնում անպայման։ Եթե ես ձեզ խոսում եմ, դուք ընկալում եք իմ բառերը, հասկանում եք իմ ձևով, ուրեմն ինձ հասկացաք, թեկուզ 80%-ով արդեն լավ կլինի։ Կամ ես ձեզ հասկանում։ Հա։ Տիկին Ֆլորա, մաղթանք ունեք հայ ժողովրդին, աշխարհին։ Աշխարհին առաջին հետին իմ հայ ժողովրդին, հետո աշխարհին, կարող է էգոիստ եմ դրա համար։ Կուզենամ, որ նախ միասնություն եմ շատ ուզում լինի բոլորի մեջ, մեկը մեկի հոգսով տարապելը ճիշտ չի լինի, բայց մեկը մեկի տեսնի, ես տեսնեմ ձեր մեջ ինձ, այս ժամանակ կլինի լավ խաղաղություն, ես նայեմ տեսնեմ նայրայի մեջ ինձ, կամ իմ հարազատներից ավելի մոտ մեկին, այդ դեպքում երևի մեկս մեկի զիջող կլինենք, երևի։ Մաղթելիքը ձեր հայ ժողովրդին։ Կուզենամ լինեն միացյալ, հզոր եւ երկու ձևի, որ կարողանան իրենց մասունքի նման մնացած հողը պահպանեն։ Քանի բան։ Գևորգյան Նաիրա 30 տարվա մանկավար, Կիրանցում, լրագրող, նաև ինժեներ մասնագիտությամբ։ Այս պահին ոչ մի, որովհետև ես չեմ աշխատում այս պահին։ Պատճառը արտագնահանգիստ 6 տարի Մոսկվայում եմ եղել, բավական էր, վերադարձա իմ տուն, արդեն ես մի ամիս է վերադարձել եմ տուն, ու 2 շաբաթ Իջևանում եմ եղել, արդեն երկրորդ շաբաթն իմ տանն եմ, կարգավորեմ։ Կիրանցը կանչում է։ Կիրանցը կանչում է, օջախը կանչում է, հողդ կանչում է, ջուրդ կանչում է, ամեն ինչը, իհարկե կանչում է։ Ուր էլ գնաս, միևնույն է, հողիցդ կարոտը հետ է կանչում, խեղդում է։ Երբ որ սահմանազատման գործընթացը սկսվեց, դուք այստեղ էիք։ Չէ, տղաս է եկած եղել, բայց ես այդտեղ չեմ եղել, տղաս այդտեղ է եղել։ Հիմա ինչ մթնոլորտ եք յուղում սահմանազատման գործընթացից հետո, խաղաղության շունչը զգում եք։ Գիտեք, անկեղծ ասացի 2 շաբաթ դեռ չեմ հասցրել ինտեգրվեմ միջավայրին, դեռ չեմ հասցրել բավական հյուրեր ընդունել, դեռ չեմ կարող կոնկրետ ասել խաղաղության շունչը զգում ես, թե չէ, բայց փորձում եմ ես ինքս խաղաղության շունչը իմ օջախ բերել։ Փորձում եմ հոգով հանգստանալ, խաղաղվել։ Այն պայքարը, որ տեսել եմ, 88 թվի պայքարն եմ ես տեսել,
նստացույցեր, գործադուլներ, դասադուլներ։ Հիմա եկել ստեղ պայքարի հասանք։ Ցավ եմ ապրում ազգիս համար, ցավ եմ ապրում, որ մարդիկ դաժանացել են, ցավ եմ ապրում, որ մարդիկ չարացել են։ Միջևը բարությունը չհաղթի։ Մենք խաղաղություն դժվար թե կարողանանք տեսնել։ Ես այդպես եմ մտածում, չգիտեմ։ Հոգով վերադառնանք դեպի մեր Աստծուն։ Հոգով վերադառնանք, ես նոր եմ սկսել, այ երիտասարդ նկատեց, որ ես ինքս 30 տարվա մանկավարժ եմ, նոր եմ ես Աստվածաշունչ կարդում։ Մի տարի է։ Մինչև մենք հոգով չբարյանանք, մինչև մենք մեր մեջից չհանենք սև ու սպիտակը, նախկին ու ներկան միջև չհանենք, թշնամությունը, թույնը, այդ դաժանությունը չհանենք, մենք խաղաղություն չենք ունենա, որտեղ մենք ներքյուս արդեն պայքարի մեջ ենք, կռվի մեջ ենք, մեր հոգեպես։ Ես տենց եմ գտնում, չգիտեմ։ Իսկ դրան հասնելու համար ինչ պետք է անել։ Յուրաքանչյուրս մեզանից յուրաքանչյուր ամեն մարդ ինքը պետք է ինքնամաքրվի։ Ինքը պետք է իր սխալները ընդունի։ Եթե չընդունեց, դու արել ես կյանքում քայլեր, որից որոշ քայլերը քո սխալ են եղել։ Պիտի ինքդ անալիզ անես, որտեղ դու սխալվեցիր, որտեղ քո կյանքի սխալ։ Ու նրանց հետո փորձես ճանապարհդ ճիշտ կառուցել։ Իրանց հետաքրքիր ավանդույթներով գյուղ է։ Մի քանի ավանդույթի մասին կնշեք, որ անձամբ ձեր ընտանիքը այդ ավանդույթին հետևում է, պարտադիր կատարում է ամեն տարի։ Ես ինքս շատ անկեղծ ասած ավանդապաշտ մարդ չեմ, գյուղը իրականում շատ հյուրասեր է, շատ երևի Հայաստանում այդպիսի մի տեղ չկա, որ անտառներում սարքած սեղանաթոռները, չգիտեմ ինչ են հյուրասեր սեղանները, անվճար տրվի։ Մեր մոտ հյուրասեղանները անվճար են եղել։ Մարդիկ եկել են անտառները, կերել, խմել, թողել գնացել։ Ոչ մեկը չի մտածել դրա համար փող վերցնի։ Մենք շատ հյուրասեր ժողովուրդ ենք իրական, շատ բարի, շատ միամիտ, շատ անկեղծ։ Իսկ նենց ավանդույթները չեմ կարող ասել, երևի մեծերն ավելի շատ կունենան այդ ավանդույթները կասեն։ Նոր տարվան պատրաստվում եք։ Ես այս պահին պատրաստում դեռ մաքրման պահին եմ, դեռ չգիտեմ ես նոր տարին ոնց կանեմ, բայց դե ամեն դեպքում իհարկե պատրաստում եմ, դե նոր տարվա պատրաստվել եմ մի շաբաթը հերիք է երևի թե այս պայմաններում։ Ամենադժվար մասը մաքրությունն է։ Այո։ Համադամ կերակուրները հաճիկով ես պատրաստում մաքուր միջավայրում, այո։ Իսկ կա մի կերակուր, որ հատուկ պատրաստում եք ու շատ համեղ է ստացվում։ Ես ինքս շատ չեմ պատրաստում, որովհետև ես ունեմ խոհարար ամուսին, որը ամեն ինչ պատրաստում է, շատ ընտիր պատրաստում է, ինքը ամեն ինչ պատրաստում է, ես խվածքների հետ սեր չունեմ, կողքից գնում եմ, մնացածը արդեն իմ ձեռքի գործը, իհարկե անում ենք, հայ որ կինը չի անում։ 2026 թվականին ինչ կմաղթեք հայ ժողովրդին, աշխարհին։ Առաջին հերթին հայ ժողովրդին կմաղթեմ հոգու խաղաղություն, որ բոլորս ասում են բարյանանք, հոգով խաղաղվենք, մեր օտար հողերից մեր հայերը հետ գան, աշխատանք լինի, մեր երիտասարդները ամուսնանան, Հայաստանը նորից ապրի, նորից վերապրի, նորից շենանա, նորից աշխուժանա։ Հիմա ես ուզում եմ ուրախություն մենակ։ Բոլորը ժպտան, բոլորը ուրախանան, բոլորը խաղաղվեն իրենց հոգով։ Էդ եմ ուզում։ Հետո ժամանակը ցույց կտա, քայլ առ քայլ առաջ կգնանք։ Հավանիչ տեսանյութը և բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։